Բարևձեզ, ես Պավել Արտաշտունն եմ։ Բարև ձեզ, պարոն Անդերսեն, ուրեմն Սիմոն Աղազարյանի դատավարության ժամանակ դուք գրություն եք ուղարկել եւ ձեզ ծանոթագիր է ուղարկվել որպես վկա գալ եւ հարցաքննվել, ու այստեղ ձեր գրության մեջ նշել եք, որ կժամանայում Հայաստան այն դեպքում, եթե Հայաստանի դատավորները, դատախազները, նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները դադարեն զբաղվել իրավունքի եւ արդարադատության պոռնկությամբ։ Բացի այդ, հավելեմ, որ քաղաքացիայի իրավական դատավարության ընթացքում ձեր ներկայացուցիչը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել քաղաքապետարանն ընդդեմ Վիսկոն ՍՊ-ի, այս գործի մասին է խոսքը։ Կոռուպցիայի մասին է խոսել, ասել է, որ դուք կաշառքներ եք տվել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների։ Խնդրում եմ մի հատ նկատողություն անեմ, որ ինչ որ ձեզ ասում եմ, սա ես խնդրում եմ սա դիտեք որպես պաշտոնական հաղորդագրություն Հայաստանի օրինապահ մարմիններին։ Ուրեմն ես գումարներ տվել եմ միջնորդավորված եւ ուղղակի Երևանի քաղաքապետի տեղակալ մինչ այդ Երևանի քաղաքապետարանի ցիգա կոչում ծրագրերի իրականացման գրասենյակի ոչ արհեստական պետական ոչ արհեստական կազմակերպության տնօրեն Կարեն Դավիթյանին տվել եմ 100,000 դոլարներով իհարկե գումարներ այդ գումարները վճարվել են Հայաստանում հողատարածքներ ստանալու համար իսկ առաջին հողատարածքը վճարվել է կարծում եմ նույն Կարեն Դավիթյանի միջոցով ոչ ուղղակի միջնորդավորված ես չեմ վճարել է Սիմոն Աղազարյանը ու վճարել եմ 500 իր ասելով 550,000 դոլար մենք պայմանագիր ենք ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 24-ին կարծեմ ես վճարել եմ նրան 550,000 դոլար ինքը ասել է որ դա պետք է ինքը իբրև իր իրավունքը ինձ փոխանցելու համար այսինքն հողատարածքի իրացման իրավունք ինձ փոխանցելու համար Վիսկոն ՍՊ-ին տրվող իրավունքի մասին է խոսքը գրում ոչ ուրեմն իմ պայմանագիրը Սիմոնի հետ կապված է եղել որոշման հետ բայց այդ որոշման համար ես չեմ վճարել այդ որոշման համար ես որքան հասկանում եմ քաղաքապետարանը եւ նախագահականի հետ պայմանավորվածությամբ, այսինքն այս ժամանակ եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենց քաղաքապետը, նախագահան, կառավարության նախագահան, նախարարը, ինչա, վարչապետը անունը Անդրանիկ Մարգարյան եւ քաղաքապետ Երվան Զախարյանը, այդ դրանց պայմանավորվածության միջեւ այդ հողերը բաժանել են ինչ որ կազմակերպությունների գումարները վերցնելով 40 մետր մոտորապես $100 ես ասում եմ մոտորապես որովհետև եղել է նաև $70 մեկ 40 մետրը ես ունեցել եմ նաև խոսզրույց Հայաստանում մի կառուցապատման կազմակերպություն կա եթե չեմ սխալվում անունը North Island կոչվում թե ոնց Գալինա տնօրենը ինչ որ ռուս ազգությամբ ռուս գինե Գալինա ազգանուն չի հիշում ինչ ես եղել եմ իրենց կազմակերպությունում ինքը այն ժամանակ բանակցում էր Երվան Զախարյանի հետ ու Երվան Զախարյանն առաջարկել էր 2004 թվականների մոտ սկզբներին էր $80 մեկ 40 մետրը մի այլ հողատարածք էլի Բյուզանդի փողոցի վրա Երևանի փոքր կենտրոնում կառուցապատման իրավունքի տրամադրում այդ իրավունքի համար Կաշառքեր թե օրինական էին պահանջում այդ գումարները Ոչ, դա խոսքը կաշառքի մասին է եւ դա ուրեմն Երևանում ընդհանրապես ընդունված չի կաշառք բառն օգտագործել կարծես թե հայերը այդ բառը չգիտեն կարծես թե այդտեղ գիտեն մաղարիչ բառ այդ բառն օգտագործում բայց դա իհարկե կաշառք է Երվան Զախարյանը եղել է այն վերջին օղակը այդ այսպես կոչված կոռուպցիայի ներքին օղակն է եղել վերին օղակը եղել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երվան Զախարյանը օգտագործել է այսպես կոչված իր աշխատակազմը կառուցապատման համար բոլոր կաշառքները Երվան Զախարյանը վերցրել է Կարեն Դավիթյանի միջոցով ես հետո եմ երբ որ ես հետաքննել եմ այդ պատմությունները հետո եմ դա իմացել սկզբից ես չէի իմանում իհարկե ինձ ուղղակի չէին ասել բայց ես հետո եմ դա բացել Կարեն Դավիթյանը ես վճարել եմ $200,000 չեմ չկարծեմ $210,000 մի անգամ մի գործարք ա եղել որի համար ես պետք է վճարեի $210,000 ավելի շուտ $216,000 պետք է վճարեի $6,000 զեղչ արեց ինձ
$200,000 իսրամիջարեցի, իսկ $10,000 մնացի կարգ, հետո, եթե չեմ սխալվում ինչ-որ ժամանակ հետո ինձ զանգեց ու ասեց, որ պետք է գաս 10,000 վճարեց։ Մի ուրիշ գործով էլի $100,000 ինձ դիշ պահանջել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, այժմ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը $100,000 կանչել իր մոտ $100,000 պահանջել վճարելու։ Իսկ դա ինչ գործ էր, ինչի համար էր պահանջում։ 2005 թվականի մոտավորապես հոկտեմբերին, նոյեմբերին մենք մնացել ենք միայն Բյուզանդի 13 հասցեյում Յուրի Վարդանյան անունով մի ազնվորության հողատարածք չիրացված մոտ 1200 մետր։ Ընդ որում այդ ժամանակ մինչ այդ մինչև 2005 թվականի մայիսը նա հողատարածքի սեփականության վկայական չուներ։ Նրան չէին տալիս վկայական։ Ուղղակի սպասում էր պետությունը, կառավարությունը, բանի կադաստրի կոմիտեն սպասում էր, թե ով է լինելու պատասխանատու։ Եթե պետությունը լիներ, նրան չէին տալիս վկայական։ Եթե մասնավոր ազգեր, նրան տալիս էին վկայական։ Ու այդ ժամանակ 2005 թվականի երկրորդ կեսին, եթե չեմ սխալվում, թե հուլիսին, այդ Յուրի Վարդանյանը ի հայտ եկավ մեր գրասենյակում և ներկայացրեց հողի սեփականության վկայականը 1200 մետր, ընդ որում դա գնահատվում էր 1 միլիոնից ավելի գումար։ Այս մոտ այդ գումարը նախատեսված չէր իրացման համար, քանի որ նա սեփականության վկայական չուներ ու հենց ասել էին, որ նա չի ունենալու սեփականության վկայական։ Այդ վկայականը երբ որ բերեցին, Սիմոն Աղազարյանն էր զբաղվում ընդհանրապես իրացմամբ։ Նա ասեց, որ գնում է Հայաստանի նախագահի գերահսկիչ պալատի ղեկավարի մոտ, նրա հետ հարաբերություններ լուծի ինչ-որ, որպեսզի այդ անօրինականությունը վերացնել։ Հետո ինքը եկավ ասեց, խոսք դերս բնակարան են խնդրել, պահանջել թե խնդրել, թե ոնց, որպեսզի ձևակերպի այդ նախագահի գերահսկիչ պալատի ղեկավարի անվամբ բնակարան տա իր ամասից, Սիմոն Աղազարյանի իր ամասից պետք է տա բնակարան, նաև պետք է ուրեմն այդ չգիտեմ ինչ-որ ձևով այդ կադաստրի տված վկայականը անբավեր ճանաչվել։ Մեզ մոտ դատ էր գնում այդ հարցով ու Սիմոն ինձ տալիս է $5,000, ասում է կարաս էսի տանես տաս վկայական այս բանի դատավոր մինչև մնացական Մարտիրոսյանին տաս, որպեսզի նա վճիռը կայացնի հօգուտ քաղաքապետարանի։ Ուրեմն հայց որը քաղաքապետարանն է, որպեսզի այդ սեփականության վկայականը ճանաչվի անբավեր։ Դիսկոնը որպես երրորդ անձ է, քանի որ դիսկոնը պետք է փոխհատուցի։ Պատասխանողը կադաստրի կոմիտեն է։ Փաստորեն քաղաքապետարանը որպես կառավարության բանի Հայաստան Հանրապետության ներկայացուցիչ, կադաստրը որպես Հայաստան Հանրապետության ներկայացուցիչ։ Հայաստան Հանրապետությունը ուրեմն պայքարում է Հայաստան Հանրապետության դեմ, բայց դիսկոնը պետք է դրա պատասխանատուն, դրա արդյունքը պետք է դիսկոնին պետք է լուծել։ Ինձ $5,000 տալիս եմ, ես գրում եմ տալիս եմ դատավոր Մարտիրոսյանին իր գրասենյակում ու մի քանի օրից նա վճիռ է կայացնում, որ ուրեմն անբավեր ճանաչել կադաստրի տված հաստատուղթը, վկայականը։ Յուրի Վարդանյանը բողոքարկում է ուրեմն վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանում Յուրի Վարդանյանին օգնում է Հայաստանի Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը, ռեկտորը, բանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Ղազինջան, ինչ է անունը, Գագիկ Ղազինջյանի միջոցով։ Ընդ որում նրան ինձ մոտ բանակցան էին ուղարկել մի հատ իրավաբանի փաստաբանի անունը Ալեքսանդր Սիրունյան, որպեսզի մենք բանակցեինք, ինչ են թողամաս է համար տալիս, սեփականության համար, որպեսզի դատարան չգնա եւ այլն։ Սիմոն էր այդ ամենի պատասխանատուն, նա առաջարկում էր մինչև 742 մետր տարած, $200,000, $100,000 միջապես եւ այլն։ Յուրի Վարդանյանն էր համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի անդրոներից մեկի վարիչն էր։ Նախկինում ինքը ազգային ժողովի պատգամավոր, բայց այդ ժամանակ արդեն ինքը ես իր հետ հանդիպել էի նաև համալսարանում։ Ինչևէ, չի համաձայնում Յուրի Վարդանյանը, գնում է վերաքննիչ բողոք, համալսարանը օգնում է ու վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին այցյանի վճիռը, մենք
վերաքնիչ այցանում մենք նկատում ենք հանդես Սիմոն Ղազարյանին, դե ինձ միջոցով ա եղել, ես էլ եմ մասնակցել դրա մեջ, ուրեմն այդ կաշառքի գումար չի տրվում վերաքնիչ դատարանում, բայց մենք գնում ենք հանդիպման վերաքնիչ դատարանի նախագահի հետ, անունը Տիգրան Մուկուչյան է, այժմ ինք աշխատում եմ Հայաստանի Հանրապետական Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Նախագահ է, այո։ Մեր մոտից մեր տնօրենը անունը Գևորգ Վահանյան, ինքը գնում է Տիգրան Մուկուչյանին ու խնդրում է որպես այդ հարցը լուծի, Տիգրան Մուկուչյանը իրան ասում է, որ մեծ մարդիկ են խառնված այդ հարցին, ես չեմ կարող այդ հարցը լուծել ու հարցը դատավորները ոչ կգտնեն այդ ձեռք լուծել, քանի որ մեծ մարդիկ են խառնված, թե ոնց են ասում, խառնված այդ հարցին, միջնորդված։ Ու վերկանգնում է գործը։ Ու մենք տալիս ենք վճարաբեկ դատարան։ Վճարաբեկ դատարանում ահագին ժամանակ քննվում է այդ հարցը։ Տարօրինակ 6 անգամ գործ է հետաձգվում, դա եղել է երևի աննախադեպ դեպքերից մեկը, որ 6 անգամ վճարաբեկ դատարանում գործ է հետաձգվի քննությունը։ Ու նախավերջին անգամից ինձ իր մոտ է կանչում նախագահի նստավայրից, կանչում են դիսկոնի տնօրենին, տեղեկալարին, չգիտեմ, այն ժամանակ ես էի արդեն փոխվել էի մենք, ես գնում եմ, ինձ հանդիպում է մեր Գևորգ Մեհերյանը ու Գևորգ Մեհերյանը սպանված փոխոստիկանապետի մասին է խոսքը։ Այո, Հայաստանի փոխոստիկանապետը հիմա սպանված։ Ինքն այդ ժամանակ ինքը Ռոբերտ Քոչարյանին օգնականն էր, եթե չեմ սխալվում, կամ իրավաբանական գծով կորնատում։ Ինձ ուղեկցում է Արմեն Գևորգյանի մոտ, մենք երեքով հանդիպում ենք, ու Արմեն Գևորգյան ինձ ասում են, որ հարց է տալիս ինչ-որ դիսկոն իրացման հետ, ու ասում է, որ ես $200,000 կաշառք եմ առաջարկել վճարաբեկ դատարանի նախագահին, ներողություն վճարաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանին։ Մինչդեռ ես այդ Արման Մկրտումյանին ճանաչում էի, քանի որ մենք գնում էինք կաշառքներ էինք, ես մի ազնվորության հետ գնում էի կաշառքներ էինք տալիս այդ փոխանցում, ավելի շուտ փոխանցում էինք մենք կաշառքները վճարաբեկ դատարանում։ Իսկ ես դատարանին ես շատ էի մասնակցել, տեսել էի դրան դեպքով, բայց նրա հետ ես ազնական շփում երբեք չեմ ունեցել։ Ես ասում եմ իրեն, որ ես այդ շփումներ չեմ ունեցել, ասում եմ դու կաշառք եք տվել, այսինքն նախագահականում իրենք գիտեին, որ մենք կաշառքներ ենք տվել տալիս դատարաններում։ Արմեն Գևորգյանը ինձ ասում է, որ ես քրեական հանցագործություն եմ կատարել, որ ինձ կարող են ձերբակալել եւ այլն, ու բացի դրանից ինձ ծրագիրը ձերքից կխլեն, իլեգալում դիսկոնի ձերքից կխլեն, քանի որ դեկաժամկետների խախտում ու կարող են նաև այդ դատական վճիռը, որը վճարաբեկ դատարան ենք տվել, այդ դատական վճիռը իլեգալում են վերաքնիչ դատարանի վճիռը, որոշում վճիռը, նա վճարաբեկ դատարանը կհաստատի, եթե ես $100,000 չփոխանցեմ ինչ-որ բանի, ինչ-որ ֆոնդի Հայաստանի համայնքական ինչ-որ հիմնադրամ, ինչ-որ ձիրբան։ Ու ինքն ասեց, որ գումարը պետք է վճարվի Ամերիկայում ինչ-որ Գլենդեր Հեսում իրանք ունեին ներկայացուցիչ, այդ ներկայացուցիչի միջոցով։ Ապա ներողություն, ինձ ուղարկեց այդ բանի մոտ, այդ ինչ-որ հիմնադրամի տնօրենի մոտ, կառավարության շենքում էր, ասես կգնաս նեվ, ունդեղ կպայմանավորս վճար զանգեցի արտասահման, խնդրեցի քրոջիցս պարտով $100,000 խնդրեցի, ինքը սկզբից չէր ասում, հետո համաձայնեցրեցի, որպեսզի ինքը իրատունը գրատրեց ու գումար վերցրեց, որպեսզի $100,000 վճարել։ Ես եկա գրասենյակ, Սիմոնի հետ խոսացի, ասեցի դու պետք է կազմակերպես այդ հարցերը, ասեց ես գումար չունեմ, խնդրում եմ վճարի, ես ներողություն Սիմոն ասեց վճարաբեկ բանին նախագահի վերահսկիչ պալատի նախագահի հետ ինք ունի պայմանավորվածություն, որ նրան տալու է բնակարան, դա հարցը լուծում ասեց, որ Արմեն Գևորգյանին հարցը մի լուծի։ Բայց ես խորհրդակցեցի ու ինձ ասեցին, ես ունեի խորհրդականներ, որոնք ինձ խորհրդեցին
որ Արմեն Գևորգյանի հետ չի կարելի ուրեմն վիճել կամ եթե նա խոսք ասել է պետք է կատարել այդ դեպքում նա կանի այն ինչ որ ասել է, այսինքն մենք այդ իրավիճակում կարող ենք հայտնել։ Ու ես Սիմոնին ասեցի արի վճարի, քանի որ խորհրդականներ ես ասում, ինքը համաձայնվեց կեսը վճարի $50,000։ Ես $50,000 վճարեցի, ինքը քանի օրից հետո եկավ, ասեց գումարը չեմ կարողանում գտնել, մնացած մասներ վճարի։ Ես Արմեն գնացի նախագահական, վեցի $50,000 վճարումը ու ասեցի, որ կներեք, բայց 50,000 ես կարողացել վճարել, իմ գործընկերը 50,000 պետք է վճարել, չի կարողանում վճարի, խնդրում եմ նրան ժամանակ տակ վճարելու։ Արմեն Գևորգյանն ասեց, տալիս եմ 2 օր ժամանակ։ 1 օր թե 2 օր ժամանակ, չգիտեմ, որ ինչ-որ ձեր բաներ ասել։ Ու այդ ժամանակ մեր դատական վճիռը վճարաբեկ դատարանում նշանակված էր հուլիսի քանիսի, մի 4 օրից 5 օրից պետք է դատական նիստը կայանար։ Այդ պայմաններում ես եկա գրասենյակ, ստիպված էի նորից զանգել, որ նորից $50,000 վերցնել, նորից $50,000 վճարել ու փաստաթղթերը ֆաքսով ուղարկել եմ Մեհեր Գևորգյանին, Գևորգ Մեհերյանին, չգիտեմ, այդ բանին, փոխոսի Ղարաբաղի։ Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական հիմնադրամում, ղեկավարին գումարը պետք է Ամերիկայից փոխանցվել, իրանք ասեցին, որ Ամերիկայում միանգամից վճարեք բանին, ինչ է, իրանք ունեն համահայկական հիմնադրամում ու վճարվեց համահայկական հիմնադրամին Ամերիկայում։ Ու 2 օրից հետո վճարաբեկ դատարանը դեկանել է վերաքննիչ դատարանի գործը, ուղարկել է հետ վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը օգուտ Հայաստանի Հանրապետությանը կայացրել վճիռը։ Ու հետո Յուրի Վարդանյանն է բողոքարկում վճարաբեկ դատարան ու իրան ներժում է։ Եկեք խոսենք ձեր ընկերության Վիսկոնի մասին։ 2004 թվականին կառավարության որոշմամբ Բյուզանդի 13-21 հասցեները գերակահանային շահ ճանաչվեցին, ընդ որում ի սկզբանե 9/9 որոշմամբ տարածքը տրվել էր Ավանտուր ընկերությանը, բայց հետո քաղաքապետ Երվանդ Զախարյանը ի հեճուկս կառավարության որոշման առանձին որոշում ընդունեց, որ Ավանտուրի փոխարեն կարդալ Վիսկոն ՍՊ-ը, եւ միայն դրանից հետո կառավարությունը համապատասխան որոշումը փոխեց Ավանտուրը Վիսկոնով։ Այստեղ ինչ որ տարօրինակ բան չկա, որն էր պատճառը, որ ձեր ընկերությունը հաղթեց, այսպես ասենք, չնայած մրցույթ չի եղել։ Այդ կառավարության որոշմամբ Երևանի կենտրոնում, փոքր կենտրոնում մի քանի հողատարածքներ, չգիտեմ 6-7 հողատարածքներ ուղիղ բանակցությունների միջոցով առանց աջորդի տրամադրվել են 6-7 անձանց։ Նրանցից մեկը եղել է ֆիզիկական անձ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյան, եթե չեմ սխալվում մահացել է, Մելիք Գասպարյանն է տրամադրվել, մնացած տրամադրվել է մի քանի կազմակերպության։ Այդ հողատիտորներից մեկը Բյուզանդի 13, 15, 17, 19 եւ 21 հասցեներում տեղակայված 5374 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը, դրա կառուցապատման իրավունքը, դրա իրացման եւ կառուցապատման նախնական իրավունք բաներ ինչ որ հետաքրքիր մտքեր էին շարադրել կառավարությունը, քաղաքապետարանը, այդ իրավունքը տրվել է ի սկզբե Ավանտուր կազմակերպությանը։ Ով է Ավանտուր կազմակերպության տնօրենը, ես չգիտեմ, կարծեմ ես հանդիպել եմ մի անգամ, դեռևս 2004 թվականի սեպտեմբերին, երբ որ բանակցություններ են վարել Սիմոն Աղազարյանի հետ այդ հողատարածքի իրավունքի ձեռքբերման կամ համատեղ այդ իրավունքը իրականացնելու մասին։ Այդ ժամանակ պայմանագիր մենք պայմանավոր ունենք։ Ինչ որ 4 մարդու հետ ես հանդիպել եմ, դրանցից մեկը, եթե չեմ սխալվում, երևի թե եղել եմ քաղաքապետարանի ներկայացուցիչ, թե Երվանդ Զախարյանի ներկայացուցիչն է եղել, մեկը եղել եմ երևի Ավանտուրի ներկայացուցիչ, անուն դեմքերներ չեմ հիշում, անուններներ չեմ, բայց հիշում եմ մի խումբ ազնվորություններ, ես ու մեկ էլ միջնորդը, որի անունն էր Գևորգ Գրիգորյան, Հայաստանում ինչ որ Սևանի նախկին դատախազ Սոս Գրիգորյանի տղան։ Մենք հանդիպել ենք այդ հողատարածքի իրավունքը գնելու կամ հողատարածքի իրավունքը համատեղ իրականացնելու պայմանագրի քննարկման վերաբերյալ։ Ինձ առաջարկել են $1 միլիոն, որպեսզի գնեմ այդ իրավունքը։ Ես չեմ համաձայնվել, որովհետև պետք է իրացման համար գումարներ չդրել։
Հետո պայմանավորվել եք, որ ես եւ Սիմոն Աղազյանը միասին ենք իրականացնելու, ես ստանալու եմ ինչ-որ 50%, Սիմոն Աղազյանը 40% ու միասին կատարենք այդ գործակը։ Այդ հողատարածքը ո՞նց է, Սիմոն Աղազյանը ինչ կապ է ունեցել այդ ավանտուր կազմակերպության հետ, ես չգիտեմ, բայց գիտեմ, որ կառավարությունը, քաղաքապետարանը Սիմոն Աղազյանին արտոնել է իրավունք հետվել, որպեսզի այդ հողատարածքի իրավունքը վաճառել։ Ընդ որում վաճառքեք ինչ-որ Սիմոնն էր ինձ ասում, այն ժամանակ ասում էր $550,000, ասում էր $550,000 պետք է հիմա տրվի, որպեսզի պայմանագիրը գրանցվի դիսկոն կազմակերպության անվա։ Ինքն ասում է, որ ինքն է իրավասու այդ գործարքը կատարելու։ Բայց ես ասել եմ, բավոր ես քեզ գումարը տամ դու չձևակերպես, ասել ոչ, ես հաստատ անել եմ։ Ես գումարը Ռուսաստանից փոխանցել եմ Հայաստան, ասել եմ դե պայմանագիրը բեր ինձ, ես քեզ գումարը տամ։ Ինքը պայմանագիր բերա ինձ ասել քաղաքապետի հետ ընթաց։ Ես գումարը տվել եմ Սիմոն Աղազարյանին։ Ես չեմ իմացել թե գումարը ում է տրվում, ինչի համար է տրվում, ես դա չեմ իմացել։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին վճարել եմ Սիմոն Աղազյանին $550,000 ու նույն օրը քաղաքապետը կնքել է պայմանագիր։ Ու այդ դիսկոնը ստացել է պայմանագիրը, ընդ որում հետո ես հասկացել եմ, որ այդ պայմանագիրը անօրեն է, քանի որ կառավարությունը, ինչպես նաև նախագահի կողմից հաստատված որոշմամբ, այդ հողատարածքը թույլատրել է ուղղակի բանակցությունների միջոցով տրամադրել ավանտուր կազմակերպությանը։ Բայց քանի որ դա եղել է ձևական հաստատում, իրականում կատարվել է վաճառ, այսինքն կառավարությունը, երկրի ղեկավարը եւ քաղաքի ղեկավարը այդ հողատարածքը վաճառել է, իհարկե ես ասում եմ դա որպես post-factum որ ես հասկացել եմ։ Այդ ժամանակ նրանց համար նշանակություն չի եղել, թե ում անունով կձևակերպել, ու գնացել են օրենքի կառավարության որոշման խախտման պայմանին են գնացել, կնքել են պայմանագիր դիսկոնի հետ, իսկ հետո իհարկե post-factum նախագահ կառավարությունը ուրեմն փոփոխություն է կատարել իր 909 որոշման մեջ, իսկ նախագահան համապատասխանաբար դարավերացրել է։ Մինչ այդ ես գնացել եմ Երվան Սախարյանի գրասենյա, նամակ եմ գրել, ասել եմ խնդրում եմ ինձ տալ կառուցապատման իրավունք, որտեղ ուր գնացել եմ կառուցապատման համար գումարներ դրելու համար, բոլոր տեղեր ասել եմ պետք է Երվան Սախարյանից ստանալ ու մեկին ինչ որ Նարեկ Սարգսյան, ժամանակ ճարտարապետական վարչության պետ է եղել։ Նրանք իշխում էին քաղաքում կառուցվող բոլոր օբյեկտներին, հատկապես շինթույլտվության եւ այլ միջոցներով, ներկայ շինթույլտվություն եւ ճարտարապետական նախագիծ։ Ճարտարապետական նախագծի եւ շինթույլտվության միջոցով նրանք դասում էին այդ բոլոր կառուցումները։ Ու ես մի հատ բույս տար, որը վաճառվում է, ես ուզում էի նա գնեի ու դեր կառուցեի Տերյան փողոցի 64-68 հասցեի, ինչ որ փակ շուկա կամ, ինչ որ սեփականատերն էր վաճառում $500,000։ Ես ուզում էի նրանից գնեի ու ընդեր կառուցեի 8 հարկանի շենք, բայց ինձ ասեցին, որ ոչ, Նարեկ Սարգսյանը կառուցում է այսպես կոչված Իսահակյան փողոցի վրա ինչ որ մետրո կա, չգիտեմ, մետրոյի կանգ ա, չեմ հիշում անունը։ Այդ մետրոյի կանգարի մոտ Նարեկ Սարգսյանը կառուցում էր ինչ-որ շենք, ինձ ասեցին, որ նա թույլ չի տալու, չէ Իրանն է, Նարեկ Սարգսյանն է, նա թույլ չի տալու, որպեսզի ես կառուցեմ 8 հարկանի շենք, իսկ փոքր ցածր հարկանի ձեր չէր տալիս, որովհետև 640 մետրի վրա կառուցել 3 հարկանի կամ 2 հարկանի շենք ու մենակողը համար վճարել $500,000, դա ձեռնատու չէ։ Ու ես այդ պատճառով նամակ գրեցի Երվան Սախարյանին, խնդրում եմ ինձ տրամադրել կառուցապատման ծրագիր։ Երվան Սախարյանը 3 անգամ ինձ կանչեց։ Նա սպասում էր, որպեսզի ես ինչ որ մարդ մեջ գցեի, ինչ որ կաշառք առաջարկեի։ Այսինքն 3 անգամ հանդիպեցի, երրորդ անգամ նա հրաժարվեց, որտեղ մեջը մարդ չկար, որ իրան գումար առաջարկեր։ Դուք ուղիղ բանակցությունների մեջ իր հետ չէիք մտնում։ Ուղիղ բանակցություններ են վարել Երվան Սախարյանի հետ 3 անգամ։ Չէ, գումարային խնդրի հետ կապված եմ ասում, որ ասում եք սպասում եք ինչ-որ մարդներ։ Գումարային չեմ վճարել, սկզբից հետո վճարել եմ միջնորդած անznավորությունների միջոցով, բայց ուղիղ ես ինքը գումար ուղիղ չի վերցնում, նա ինքը շատ զգուշ է աշխատում։ Իսկ հետո երբ եք վճարել ու ինչի համար։ Հետո ես վճարել եմ ինչ որ հողատարածքային մի քանի գործակներ եղել, գործակներից մեկը եղել է Եկմալյան փողոցի վրա, Եկմալյան Բյուզան փողոցի խաչմերուկներում
ինչ որ հողատարածքն 1600 քառակուսի մետր, ինչ որ աշոտ էր պատգամավոր, ազգային ժողովի պատգամավոր, ինչ որ աշոտ էր մի մասը արվել, ուներ ինքն ներկայություն, Diamond House-ը կոչում չգիտեմ չեմ չանունը։ Նրա շարունակություններ, այսինքն ինչ որ հողատարածքին բաժանած երկու մասի։ Այդ հողատարածքի համար նորից գումար եք վճարել։ Այո, ես վճարել $200,000։ Ում եք վճարել։ Չեմ կարող դա ասել։ Մեկ էլ այդ հայտարարության ժամանակ այլ անուններ էլ ա տրվել, ինչքանով գիտեմ, քաղաքապետից բացի նույնիսկ ընտրությունների մասին է խոսք գնացել, որ 2003-2008 թվականներին դուք մեծ գումարներ եք ծախսել, ամենայն դեպս փաստաբանն այդպես էր ասում, փոխանցելով ձեր ներկայացուցչի խոսքերը։ Ես կաշառքների գումարներ չեմ ծախսել, ուղղակի իմ ներդրումները, որոնք ես ներդրել եմ ծրագրի մեջ, այդ ներդրումները փաստորեն խաբեությամբ ստացվել են այդպես, որ մեկ մասը ծախսել են, ուրեմն խաբեության գումարները իմ ներդրած գումարները, իզնից զատ, իմ գիտակցությունից զատ, գումարները վերցրել են ու մեկ մասը ծախսել են ընտրությունների համար, Հայաստանի Հանրապետական կուսակցության համար։ Ծախսվել են դրանք պատգամավոր Հարություն Թամբուկյանի միջոցով։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 2007 թվականին դա ինձ որ հետո ես հանդիպել եմ Վրաստանում հանդիպել եմ միասնավորության հետ, ով որ այդ գումարներից ստացել է այդ Հարություն Թամբուկյանից գումարներ է ստացել, իսկ Հարություն Թամբուկյանը աշխատել է Սիմոն Աղազարյանի հետ, դրանք որքան չեն կապել։ Սիմոն Աղազարյանը ինձ ներկայացրել է ուրիշ դեպքում, որ Հարություն Թամբուկյանը $2 միլիոն է ներդնում։ Մինչդեռ հակառակն է կատարվել։ Սիմոն Աղազարյանն է մեր ծրագրից խաբեության գումարներ է վերցրել, մեկ մասը տվել է Հարություն Թամբուկյանին։ Վիսկոն ՍՊ-ի մասին է խոսքը։ Այո։ Լավ, եթե վերադառնանք իրացման տարածքին, մեր նախնական զրույցի ժամանակ, որն էլի ձայնագրվել է, ասացիք, որ իրացման տարածքի բնակիչներին, ում որ դատարանում որոշում է կայացվել վտարվի, այդ բոլորի դիմաց կաշառքներ է տրվել։ Ես վճարել եմ մի անգամ դատավորին կաշառք եմ վճարել, մնացած դեպքերում այլ անձիկ, իհարկե որոշ դեպքերում իմ ներկայությամբ ես տեսել եմ որ կաշառքներ տալուց առաջին այցանում, երկրորդ, երրորդ այցանում, բոլոր այցաններում բոլոր դատավորները կաշառք են վերցնում։ Բոլոր այցաններում բոլոր դատավորները կաշառք են վերցնում։ Ու դեռ ունեն իրենց տախտաներ, այսինքն առաջին այցանում $500-500, երկրորդ այցանում, այսինքն վերաքննիչ դատարանում 3 դատավորին $1,000, վճարաբեկ դատարանում ամեն մի գործի համար ևս $1,000 5 դատավորի համար։ Այդ թվում իհարկե վերաքննիչ դատարան, վճարաբեկ դատարանի քաղաքացիական գործերով ինչ էր Արման Մկրտումյանը ելի մտնում էր այդ խումբի մեջ։ Եթե կհիշեք նաև անուններ ասեք, ում գործն է վերաբերվում, ասենք ում են վտարել։ Բոլոր գործերով չի եղել մի դեպք, որով դատական որոշում կայացվի ու կաշառք չտրվի։ Ներողություն։ Եղել է դեպք, մի քանի դեպք, մի 3-4 դեպք կարող է լինի, երբ որ ձևական հիմքերով եկել են կամ վերաքննիչ դատարանում, բայց նրանում որպեսզի առաջին այցանում դա պայմանավորված է եղել, որ առաջին այցանում պետք է շտկել ու տանի վերաքննիչում հաստատել։ Եթե եղել է, կարող չի եղել, չեմ հիշում։ Բայց բոլոր գործերը եղել է պայմանավորված, բոլոր դատավորները ստացել են իրենց գումարները մինչև անգամ եղել է դեպք, որ նախագահը մի քիչ ավելի շատ գումար է ստացել, քան մնացածն են ստացել։ Այդ մասին իհարկե կփորձեմ հետո տալ ուղղակի շատ մոտիկ ազնվորությունը, որը դատարանում է աշխատում, դերից է եղել աղբյուրը, ու ես չեմ կարող այդ դերեկություն չգիտեմ որքան կարող եմ տալ, բայց կաշխատեմ այդ դերեկությունը տալ։ Դա հետաքրքիր է, որ դատավորների մեջ այդ գումարները պետք է հավասար բաժանվեն, ինչ որ դատավոր $100 ավելի էր ստացել, ու դատավորների մեջ անախորժություն էր առաջացել կաշառքի գումարի բաժանման հետ կապված։ Առաջին այցանում կաշառքները վճարվում են հիմնականում Ներսիսյան, հիմա ինքը դեռևս դատավոր է, ես իրան չեմ տեսել ճիշտ ասած, բայց իրան միջոցով է բոլոր կաշառքները վճարվում, քանի որ նա Սիմոն Աղազարյանի հետ միասին էր աշխատել ու Սիմոն Աղազարյանը նա միջոցով գալիս էր, հավաքում էր ինչ-որ քանակով գումարներ, գնում էր ինքը տալիս էր անունը մոռացել եմ Ներսիսյան, Ռուբեն Ներսիսյան, նրա միջոցով էր գումարները բաժանվում, վերաքննիչ դատարանում դատավոր մի հատ բեխերով մարդ էր, անունը կամ Տիգրան, կամ Սարգսյան, կամ Տիգրան Սարգսյան, ուղղակի լավ չէ, բեխերով մի հատ դատավոր էր, ինքն էր գալիս մի անգամ եկել էր, երկու անգամ կարծեմ, մի անգամ բանի մոտ սրճարան կա, օպերայի դիմացի սրճարան, դրացել եմ դերեք սրճարանի վեր իրա գումարը,
ու նրան երկու թե երեք անգամ է գումարները վճարել։ Ու նաև բաժանում վերակտմիչ դատարանում։ Վճռաբեկ դատարանում գումարները բաժանվում էր Ս. Սարգսյան կարծեմ։ Ս-ը երկու տարերս Ս էր հիշում եմ, բայց բանը անունը չեմ հիշում, ես փորձել էի ինտերնետում գտնել նրա տվյալները, Ս-ը էր նրա անունը։ Մենք գնում էինք միասնավորության հետ գնում էինք ներ, ինքը շատ մոտ էր վճռաբեկ դատարանի հետ։ Մտնում եմ դեր գումար դարձել դուրս գալիս։ Ես դիվներ եմ տվել, ոչ մեկը չի հետաքրքրվում։ Ես նամակները որ գրեմ դեսպանատուն, ինձ նրանք գիտեք ինչն է, նրանք չեն միջև անգամ այդ նամակներին գրեմ մի տարվա ընթացքում անընդհատ գնացել եմ, ասել եմ պատասխանեք նամակներին, ասել եմ ուղարկել ենք պատասխան, ուղարկել ենք ոչ մի նամակ չեմ ստանում, բայց վերջում մի հատ նամակ եմ ստանում։ Մեջը մի հատ մի էջ նամակ, մի էջանոց գրություն, որը ոչ մի կապ չունի իմ նամակների հետ։ Իբրև թե իմ նամակների պատասխան, երևի թե իրանց մոտ փաստագրելու, որ իբրև իմ նամակների պատասխաներ են։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի հյուպատոսության մասին է խոսքը։ Այո, Հայաստանի հյուպատոսության մասին։ Ես հետո հանդիպել եմ Հայաստանի հյուպատոսի հետ, իհարկե ձայնագրել եմ մեր խոսակցությունը, ամբողջությամբ այդ խոսակցությունը ձայնագրած։ Ես մտածում եմ ինչն է խնդիրը, ինչի համար Հայաստանում է ձեր իրավիճակում, ինչի համար է իսակի ձեր իրավիճակում։ Իմ ազնական կյանքը դնեք մի կողմ, չէ՞ որ ես ընկել եմ մի հատ միջավայր։ Ուզում էի հարցը ձեզ տալ, ինչպես ստացվեց, որ նման միջավայրում հայտնվեցիք, ձեր երկու ամենակարևոր գործընկերներ Սիմոն Աղազարյան, Գագիկ Պապոյան այսօր մեղադրվում են լուրջ հանցանքներ կատարելու մեջ։ Ինչպես ստացվեց, որ այդ մարդկանց հետ հանդիպեցիք, կամ նույն այդ կաշառքը, որ ասում եք կաշառք եմ տվել սրան, նրան գիտեք, որ դա քրեորեն պատժելի արարք է։ Ինչու եք նման բաներ անում։ Ներողություն, եթե հարցս կոռեկտ չէ։ Իհարկե, ես ձեզ հետ համաձայնեմ, որ այն մասին, որ ես կատարել եմ հանցագործություն, ես սարում եմ, իհարկե ես կարող էի չկատարեին, ես կարող էի, և դրա մեջ կա իմ մեղքը, երբ որ ես ուզում էի, իմ նպատակը եղել նա, որպեսզի այդ մեր ծրագրից ես դուրս գամ, այդ վիսկովի ծրագրից դուրս գամ, կառուցապատման ծրագրից եւ փոքր ծրագիր կատարել, իրականացնել։ Նպատակը դա է եղել, որպես երաշխիքները մտցնեմ այնտեղ։ Ես սկզբում փորձել եմ կատարել այն ձևով, ինչ որ դասական եղանակով, բայց հնարավոր չի եղել։ Ամենայն դեպս կաշառք ես տվել եմ, այո, հանցագործություն կատարել եմ, որպեսզի կարողանամ դուրս տամ այդ իրավիճակից, քանի որ ես ընկել էի ճահիճի մեջ, բայց ես հանցագործություն կատարել եմ անշուշտ։ Իսկ այն ինչ որ դուք ասում եք, լուրջ մեղադրանքներ եք ներկայացնում անուններ նշելով, ձեր ասածների հիմնավորող ինչ որ բան ունեք։ Իհարկե։ Ինչի մասին է խոսքը, ինչ ունեք ձեր Ես ասածները։ կարծում եմ թե դա պետք է պետական մատմինը ստացվի, դուք կարող եք, ինչ որ ես ասում եմ, դա ես ասում եմ պաշտոնական, որպես պաշտոնական հաղորդում ընդ որում, եթե ես ասում եմ մամուլով չէ դա ասում։ Այո։ Դա արդեն որոշակի պատասխանատվություն է, չէ՞ դրնից։ Բայց ենթադրվում է, որ ձեզ պիտի կանչեն ու դուք պիտի գաք Հայաստան ցուցմունքներ տալու։ Դուք կգաք։ Կարծում եմ, որ ես մեխանիզմներ կգտնեմ, ես շատ մեխանիզմներ կգտնեմ ձեր իրական, օրինական, հետաքննչական մարմիններին տեղեկություններ տալու համար։ Լավ, ամեն դեպքում ձեր ասածները հիմնավորող փաստեր, ապացույցներ ունեք։ Չեմ կարող ասել, թե յուրաքանչյուր քայլուն ապացույց, բայց որոշակ ապացույցներ իհարկե պայմանագրի ունեցած, բանկով փոխանցումներ կատարած, վճարումներ կատարած, ստացականներ եւ այլն, իմիջիայլոց այս ապացույցների մեկ մասը ուղարկել եմ ես դատարան։ Սիմոն Աղազարյանի գործով։ Այո։ Լավ, մեկ էլ վերջին հարցս, դուք շատ լավ տիրապետում եք հայրենին, ազգությամբ հայ եք։ Ես ազգությամբ հայ եմ ու Ղարաբաղից։ Բա ինչու Պավել Անդերսոն։ Իմ ազգանունը ծննդի Հակոբյան է, ես փոխել եմ Անդերսին։ Երբ որ եկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, փոխել եմ այս ձևով Անդերսենով։ Իմ պապի կանունը Անդրեաս է, փոխել եմ Անդերսին։